Պարոն Պարսելյան, նախ եկեք սկսենք տևական ժամանակ է այստեղ խոսվում է իմպիչմենտի գործընթացի մասին, ընդդիմությունը պատիվ ունեմը, որ նախաձեռնել է, նաև որոշները պնդում են, որ քաղաքացիական պայմանագրից արդեն կան 7 падգամավորներ, ովքեր պիտի իրենց միանան եւ շատերը կարող են միանալ եւ այս գործընթացը հաջողի։ Նախ ինչի մասին է այս գործընթացը։ Մենք տեսնում ենք, որ ներսում անգամ ձայներ չի հերիքում, որպեսզի այդ օրակարգը բերեն ազգային ժողով։ Եթե այս գործընթացը չեն կարողանում հասցնել անգամ ազգային ժողով, ինչի մասին է այս գործընթացը, ինչ միտում ունի, նպատակը որն է։ Եվ արդյոք կան քպականներ, որոնք իսկապես այդպես միանալու են եւ կամ սատարելու են։ Գործընթացը նրա մասն է, որ ընդդիմության օրակարգը սպառված է այլևս օգոստոսի 8-ից հետո։ Մենք դա արդեն բարձրաձայնել ենք մի քանի անգամ տարբեր դեպքերով, նույնիսկ դա հիմնավորել ենք, թե իրանք ինչ կարգի են զրկված օրակարգից եւ ինչ կարգի ինչպես են վերածվել ընդամենը մեր խոսույթին, մեր օրակարգին հակադարձողներ ընդամենը, այսինքն արձագանք են հակառակ բանով, իրանք այլ օրակարգ չունեն եւ այս պահին պետք էր օրակարգը լցնել ու հիշեցին իրանց հին տենց մեթոդը, որը ամեն անգամ տենց սկսում են, ամեն անգամ տենց կիսատ թողում են, հետո հենց պարապ են մնում, հենց ինչ որ բան չի լինում, նորից սկսում են, բայց այս իմպիչմենտի պատասխանը, թե ինչի մասին է իմպիչմենտը, շատ լավ տվեց իրենց ընդհանուր վարչապետի թեկնածուն, հա, ազգային ժողովի դիմաց ճեպազրույցի ընթացքում, որ մի քանի անգամ կրկնեց, որ թե բախր իմպիչմենտը վերջը չի ստացվում, այդքան ստորագրություն չլինի, սա արդյունավետ չի եւ այլն, պնդում են, որ արդյունավետ չի լրագրողների հարցերին, մի քանի անգամ ասեց, որ ինչ պարապ մնալուց ավելի լավ չի կամ տանը նստելուց ավելի լավ չի։ Սա ինչի մասն է խոսում է նրա մասին, որ ահա պարապ մնալու տեղն է այս ամեն ինչը։ Եվ այս մի ելույթի ժամանակ էլ ասացի, բայց ախր Հայաստանի Հանրապետությունը իրանց համար պարապ վախտի խաղալիք կամ թզբեղ չի կամ մի բան չի, որ իրանք կարողանան տենց պարապ մնացած ժամանակը լրացնեն Հայաստանի Հանրապետությունում կեղծ օրակարգեր ստեղծելով։ Եվ մենք իհարկե չենք տրվելու իրանց օրակարգերին, այսինքն չկա էլ այդ օրակարգը։ Մենք մեր օրակարգով հստակ գնում ենք առաջ, քաղաքացիները դա տեսնում են, որտեղ մեր գործողությունները լրիվ թափանցիկ են, իրանք էլ թող պարապությունից մի բանով զբաղվեն էլ։ Նաև շատ է խոսվում, որ գործը չպիտի հասնի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, պիտի գնալ արտահերթի եւ նաև այսպես խոսում են ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին, նաև ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը պիտի այնպես անենք, որ չկազմակերպի այդ ընտրությունները։ Որն է հիմա ընդդիմության գլխավոր խնդիրը։ Ինչից է ընդդիմությունը վախենում։ Հիմա էլ ընտրություններից է սկսել այսպես վախենալ կամ ինչպես հաճախ այդ բառը օգտագործվում է դիվահարվել, ինչու են ընտրությունները այդքան սարսափով ընդունում եւ բարբերաբար ասում են, որ պիտի գործը չհասնի խորհրդարանական ընտրություններին։ Սկսենք նրանից, որ երբ որ արտահերթ ընտրություններ է պահանջվում, բայց չկա գետ մեկ, նույնիսկ տենց խոսք, որը կասկածի տակ կդնի ընտրությունների օրինականությունը եւ չկեղծված լինելը, դա խոսում է նրա մասին, որ այս ուժերը ոնց եղել են, այսինքն ժամանակին ոնց խլել էին իշխանությունը ժողովրդի ձեռքից, հիմա այս պահին փորձում են խլել իշխանությունը ժողովրդի ձեռքից։ Այսինքն այն ուժը, որը գիտի, որ ինքը չունի ժողովրդի աջակցությունը, որ ինքը ընտրություններում նորից այդ ընտրության process-ն ինչ, ընտրության process այդ իշխանությունը վերադարձնում են ժողովրդին եւ ժողովուրդը նոր այդ իշխանության շնորհիվ ձևավորում է իր համար աշխատող կառավարություն եւ ազգային ժողով։ Եվ հասկանալով, թե ինչ է լինելու ընտրությունների ավարտը եւ հասկանալով, թե ինչքան ճակերտավոր սիրված են իրանք ժողովրդի կողմից, այնքան սիրված են, որ մինչև այդ սերը չի մարում 18 թվականից այս կողմելի ճակերտավոր սերը իհարկե, մարդիկ պետք փորձ են անում ամեն կերպ, ինչ որ իրանց բանը, քայլերի հաջորդականությունը, որ առաջարկում են, հենց դրա մասին է, որ ասում են ժամանակավոր կառավարություն ձևավորել, այդ կառավարությունը ինքը որոշի թե որտեղում անշանակում, որպեսզի հետո շատ ավելի հեշտ կեղծվեն այդ ընտրությունները։ Խոսքը սրա մասին է, այսինքն սա եւս մեկ փորձ է ժողովրդի ձեռքից վերցնել արդեն իսկ ժողովրդին վերադարձված իշխանությունը։ Պարոն Պարսելյան, նաև շատ է նման կարծիք հնչում, որ եթե օրինակ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը համարձակություն ունենան եւ դուրս գան քաղաքականությունից, քաղաքացիական պայմանագիրը այլևս չի վերընտրվի, այսինքն ասում են, որ նաև այս ուժերն են, որ դες պահում են որպես իշխանություն կա նման միտում եւ այս խոսակցությունները ինչի մասին են։ Չէ, ես իրականում sense միտում չեմ տեսնում, որովհետեւ իրանց դուրս գալու դեպքում նախ կլինի վերջապես առողջ մրցակցային պայքար, որովհետեւ կան արտախորհրդարանական ուժեր, որոնք գոնե այս պահին համենայն դեպս խայտարակված չեն իրանց նախկին գործողություններով, ներկայիս գործողություններով,
եւ որոնք շատ ավելի պետականամետ պահվածք են դրսևորում այս պահին չլինելով խորհրդարանում, քան մեր ընդդիմությունն է դրսևորում լինելով խորհրդարանում, բայց չեմ կարծում, որ դրանից մենք կարողա չվերընտրվենք կամ ժողովուրդը մեզ շատ ավելի քիչ քվետ է եւ այլն։ Համենայն դեպս իրancs դուրս գալու դեպքում մի բան հստակ կլինի, որ վերջապես քաղաքական դաշտում կլինեն քաղաքական գործիչներ իրական։ Եվ պարոն Բարսելյան, տևական ժամանակ է 17 տարվա այս հեռավորությունից ՄԻԵԴ-ը որոշումը վճիռը կայացրեց եւ արդեն հրապարակային է, որ ըստ էության պետությունն է մեղավոր այդ 9 սպանվածների, այսպես ասած, սպանության գործում եւ այստեղից ինչ հետեւություններ պիտի արվի ըստ ձեզ եւ կարող է այս ՄԻԵԴ-ի որոշումը նպաստել, որպեսզի այստեղ էլ գործը արագ բացահայտվի։ Նախ մի հատ ֆիքսենք, թե ՄԻԵԴ-ը հստակ կոնկրետ ինչերի հետ կապված է որոշումներ կայացրել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որ խախտվել է մարդու կյանքի իրավունքը, այսինքն մարդու ամենաառաջնային իրավունքը, անկախտելի մարդուց իրավունքը, եւ այստեղ ինչ դեր ունեցել այդ ժամանակ պետությունը չի ապահովել այդ այսինքն չի կատարել այն ամբողջ գործողությունները, որը պետք է այդ մարդկանց կյանքը պահպանելու համար եւ բացի դրանից համաչափ ուժի կիրառման կասկածնա, այսինքն կասկածը չի, այլ արդեն որոշումով հիմնավորումն է, որ ուժն էլ անհամաչափ եղել, կազմակերպումն էլ սխալ եղել, փաստ մեկ, այսինքն առաջի մասով կասկածի ոչ թե կասկածի տակադրվել, այլ հիմնավորվել է արդեն, որ այդ ժամանակ պետությունը, իդեմս այդ ժամանակ գործող կառավարության ճիշտ գործողություններ չպլանավորելով եւ անցնելով համաչափ ուժի սահմանը հանգեցրել է մի քանի անձանց մահվան։ Այս մեկ այն ինչ որ մենք պնդում ենք այսքան ժամանակ եւ երկրորդը անդրադարձել է արդեն գործի բացահայտմանը, որտեղ շատ կարեւոր է, որ ասում է խախտվել է թափանցիկությունը եւ չի տրամադրվել անհրաժեշտ տվյալները ամբողջությամբ։ Սա ինչ է մեր լեզվով ասած, որ կոծկվել է իրականում այդ գործը։ Այսինքն այս երկուսը եթե կոնսպեկտում ենք, ստացվում է, որ այս մարդիկ սկզբից իրենց պատճառով եղել են զոհեր եւ հետո փորձել են կոծկել այս գործը։ ՄԻԵԴ-ի որոշում եթե տենց մեր ժողովրդական լեզվով ասենք, սրա մասին է ընդամենը։ Եվ դժգոհություններից մեկը, պարոն Բարսելյան, ամեն դեպքում դատական համակարգից այդ թվում նաև այն է, որ մինչև հիմա ամեն դեպքում մարտի 1-ի գործը բացահայտված չէ։ ՄԻԵԴ-ի վճիռը կարող է ինչ-որ ձևով նպաստել, էլի եմ ասում, որ այդ գործի ընթացքը ավելի արագանա։ ՄԻԵԴ-ը նաև հստակ, այսպես ասած, առաջադրանք է տվել այդ չհաշված այն գումարները, որ հիմա պետքա պետությունը իրանց գործողությունների արդյունքում մարի, այսպես ասած, ու կարծեմ 245,000 եվրոյի մասին է խոսքը, բայց բացի դրանից, որ հստակ առաջադրանք է տրվել, որ այս գործի թափանցիկ եւ ավելի ամբողջական բացահայտումը ապահովի եւ մենք այդ մասով պետքա մաքսիմալ մեզնից իհարկե հասանելիքը, որտեղ դատական իշխանությունը անկախ իշխանությունն է եւ մեր մասով համենայն դեպս ինչքան որ մենք այդ առումով կարող ենք եւ ինչքան ունենք գործիքակազմ, պետքա մաքսիմալ էլի ներդնենք մեր ուժերը, որպեսզի այս գործը իրականում այո ամբողջապես արդեն հասանելի դառնա ժողովրդին որպես բացահայտված գործ։ Եվ պարոն Բարսելյան, Սերյան Օհանյանը, որը այդ ժամանակվա պաշտոնյաներից մեկն էր ամեն դեպքում, երեք լրագրողի հարցին ՄԻԵԴ-ի վճռի մասով ասում է, որ դա վերաբերվում է պետությանը, իրենք դրա հետ կապ չունեն եւ անգամ այդպես մտավախություն էլ չունի, որ իրենցից որևէ մեկը այդ պահմին, որ եղել է կառավարման ղեկին, կարող է ինչ-որ պատասխանատվություն կրել եւ պատասխանատուների շրջանակում է։ Այսինքն մեղավոր է պետությունը, իրենք կապ չունեն։ Դե Սերյան Օհանյանը մի խմբակցության ղեկավար է, որը ամբողջովին սենց է, հա, եթե վերցնենք մեկ ամբողջություն, անընդհատ ապացում, որ իրանք պետության հետ կապ չունեն։ Որտեղ եթե մարդը այն ժամանակ նման բարձր պաշտոն զբաղեցնելով չի կարողանում հասկանա իր եւ պետության միջև կապը, իր պատասխանատվությունը առնվազն գոնե պետության համար, միգուցե ինքը պետությունը չի, բայց ինքն է պատասխանատու պետության գործողությունների եւ այդ պետությունում սահմանադրական կարգի պահպանման համար, Այս է խոսում ամբողջ այդ խմբակցության մասին ու նույնիսկ երեկվա քննարկումներն էլ հենց դրա մասին էին, որ իրանք պետությունը օգտագործում են իշահ իրենց քաղաքական անձնական տենց շահերը սպասարկելու համար, երբ որ Լեմկինի ինստիտուտը Կարային համադրային Հայաստանի Հանրապետության հետ դնելով հավասար նժարների վրա, երբ որ իրենց հիշեցնում են իրենց քրիստոնյա կոմունիստի արտահայտությունը պետության հետ կապված, խոսքս Վարդանիկի մասին է, իհարկե, որովհետև աշխարհում երևի միակ քրիստոնյա կոմունիստն է, ոնց որ թե որ արդեն կոնկրետ վերբալ հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հետ կապված այս մարդկանց կողմից որևիցե արձագանք չի եղել, երբ որ падգամավորները անում են հայտարարություններ,
չենթադրելով նույնիսկ որ իրենց հայտարարությունները կարան ինչ որ ազդեցություն ունենան խաղաղության գործընթացի վրա, թե հիշում եք, կարծեմ Դանիելյան Գառնիկն էր, որ զարմացավ իբր ոնց իմասացնել կարող է ինչ որտեղ օգտագործվի։ Այս մարդիկ չունեն օրգանական կապ որևիցե պետության եւ պատկերացում էլ չունեն այդ պետության հետ։ Հենց դրա համար է որ իրենց падգամավորներից մեկ երբ որ իրեն հարց են տալի թե ինչ է հայրենիքը, ոնց որ թե ես հիմա կարող լավ չեմ, ամենայն դեպս պետության մասին ասում է դե հայրենիք իմ համար էս ու էս քարտեզի այդ ճմրթված բանն է ցույց տալի, ասում է այս մի կուճուր-մուճուր բանը չի իմ համար հայրենիքը։ Հայ իրանց համար միշտ պետությունը այդտենց եղել է այդ կուճուր-մուճուր բանը, որտեղ բայց ամենայն դեպս իրենք իրենց ունեցվածքը ժամանակին դիզել են ու հիմա էլ ամեն ինչ անում են այդ պահպանելու համար։ Բայց ամեն դեպքում այս մեղավորության առումով էլի Սեյրան Օհանյանը ամեն դեպքում հայտարարում է դա պետությունն է, մենք չենք։ Ինչպես հասկանալ սա։ Դե դա ասում իրենք չեն կարող, սա արդարացման ձև է, արդարացման ձև է ու շատ անհաջող ընտրված արդարացման ձև է, որովհետև էլ եմ ասում մարդ ոնց կարա զբաղեցնի բարձրագույն պաշտոն այդ ժամանակ պետության ներսում, բայց չհասկանա, որ ինքն է այդ պետության ներկայացուցիչը եւ ինչ որ մասով ինքն է հենց այդ պետությունը։ Երբ որ խոսքը գնում է հանկարծ եկեղեցու մասին, չգիտես ինչի այդ սրբազան կոչվածները միանգամից դառնում են եկեղեցին։ Բայց երբ որ խոսքը գնում է պետության մասին եւ այդ պետության հանդեպ ոտնձգության մասին, իրանք ինչ որ կապը չեն կարողանում տեսնել։ Եվ երեք նորից օրինագիծ էին բերել ցեղասպանության հետ կապված տևական ժամանակ է պարոն Պարսելյան գիտեք մեղադրանքները ցեղասպանությունը ուրանալու առումով Արարատ լեռան մասով իրական Հայաստանի կոնցեպտը այդպես շատ խնդրահարույց են համարում եւ ասում են որ դա նրա մասին է որ պիտի մոռանանք մեր պատմությունը, պատմական Հայաստանը, ինչ միտում ունեն նաեւ այս գործողությունները եւ ցեղասպանությունը այսքան քաղաքականացնելը։ Միտումները առաջինը օրակարգը լցնելն է, որովհետեւ հետ են գնացել իրանց հին ձայնապնակն են բերել դրել, մի քիչ ավելի նոր մոտիվացիա, որտեղ կա վերջ-վերջո ցեղասպանության հետ կապված օրենսդրական կարգավորում, իսկ իրանց բերած կարգավորումը քննարկումներից բացահայտ դարձավ, որ ով ասես մտնում է այդ օրենսդրական դատվում էին իրանք սրբազանները, դասագիր գրողները, ոնց որ թե սաղ մտան ըստ իրանց այդ օրինագծի մեջ։ Եվ երկրորդ բանը էլ եմ ասում, սա Հայաստանի Հանրապետությունը օգտագործելն է, այսինքն այս բանը իրանք խնդիր ունեն տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Եվ այն ինչը կարա նույնիսկ հենց թեթև շփում ունենա խաղաղության գործընթացը տորպեդահարման հետ, այսպես ասած, իրանք փորձելու են, իրանք բոլոր գործիքներով փորձելու են, որովհետև հակառակ դեպքում էլ եմ ասում, իրանք բերվեց կոնկրետ օրինակ վերբալ այս պահին Հայաստանի Հանրապետության հարձակման վրա։ Իսկ ինչ վերաբերում է ինքնությանը եւ այլն, նախ ինքնությունը դինամիկ բան է, եւ ես ցավում եմ, որ այս մարդկանց մոտ ինքնությունը բանանող, իրանք ինքնությունը ձևավորող ամեն ինչը կամ ի հակադրություն Թուրքիայի է, այսինքն եթե հանկարծ մի օր ենթադրենք քարտեզից վերացավ Թուրքիան իրանք ինքնությունը չի ձևակերպելու ինչ որ ձևով, կամ ինչ որ բաների հետ է, որոնք այս պահին իրանք չեն պատկան, որոնք ընդհանրապես պատմություն են, որը պետք է այո կարդալ, հասկանալ, մեկնաբանել, քննարկել, չվախենալ քննադատելուց այդ պատմությունը, մի հատ նորից ինքնահայեցվելուց այդ պատմության հետ, բայց չէ, այս մարդկանց մոտ դա չէ, այս մարդկանց մոտ պաթոսն է, այս մարդկանց մոտ տենց իրանց թվում է որ կնիքի վրա Արարատն է, բայց կնիքը դնողը իրանք չեն, այդ ավելի լավ է, քանի որ այդ կնիքը բերվում է արդեն ձևաչափի նորմալ եւ արդեն այս դեպքում քո սահմանապահն է այդ կնիքը դնում, դա ավելի վատ է։ Իսկ իմ համար ինքնության օրինակ կարևորագույն բաներից մեկն էլ հենց սա է, այո, ժամանակակից պետության արդեն ինքնության կարևորագույն բաներից մեկն է, որ այո, այդ կնիքը պետքա դնի մեր սահմանապահը։ Եվ այո, այդ կնիքի վրա չպետք է լինի մի բան, որը իրավականորեն Հայաստանի Հանրապետության հետ առնչություն չունի։ Եվ պարոն Պարսելյան փորձեմ ամփոփել ԵԽԽՎ-ում եւ ՄԱԿ-ում վարչապետի հայտարարությունները այստեղ էլի որակվեցին որպես պարտվողականություն եւ կամ զիջողականություն եւ նաեւ կուզենամ Ադրբեջանի խոսույթին էլ անդրադառնանք ամեն դեպքում դուք մի քանի անգամ ասացիք որ այստեղից փորձում են տորպեդահարել այդ խաղաղության process-ը եւ նաեւ ադրբեջանական խոսույթները հաճախ բերում են ասում են տեսեք Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքից ինչպես են գնալու խաղաղության ամեն դեպքում Ալիևը իսկապես ՄԱԿ-ի ամբիոնից ԵԽԽՎ-ում նման հարց հնչեց վարչապետին որտեղ էլի Զանգեզուրի միջանցք արտահայտությունը կար։ Նախ ինչպես է գնահատում վարչապետի ելույթները դրանք արդյոք պարտվողականության մասին էին ինչպես ընդդիմությունն է որակում եւ ինչու ամեն դեպքում այս խոսույթը Զանգեզուրի միջանցք նկատի ունեմ եւ կամ Ալիևը խոսում էր Հայաստանին կապիտուլացնելու մասին, այս խոսույթը դեռ առկա է։ Սկսենք նրանից, որ դաշնակցության համար փաստորեն ցանկացած կառուցողական խոսակցություն դա պարտվողականության մասին է։ Դե հա, երբ որ իմ հարգելի գործընկեր Հայկ Կոնջորյանն է շատ սիրում պնդել, երբ որ ունես հայդուկային մտածելակերպ, հա, իհարկե ցանկացած կառուցողական բան
դա կարող է պարտվողականություն լինի։ Ու եւ նաեւ դա խոսում է այ պետության նկատմամբ պատասխանատվություն չկրելու էլի, որովհետեւ իրանք չեն ենթադրում օրինակ որ խոսքը կարա բերի հետևանքներ եւ երբեմն շատ ավելի լավ է ինչ որտեղ ավելի համեստ եւ հավասարակշռված խոսք ունենաս, քան պաթոսային, որը հետո ծախելու ես քո ներքին լսարանի համար, բայց ունենաս շատ ավելի լավ ձեռքբերումներ եւ շատ ավելի պետքական ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության համար։ Այստեղ էլ է երևում թե շահը որտեղ է, էլի, իրանց եւ մեր շահը որտեղ է։ Այստեղ էլ է երևում իրանց նաեւ պետականության մասին մտածողությունը, երբ որ մարդը ամբիոնից վարչապետի ելույթը շատ ավելի վատ է քննադատում եւ շատ ավելի վատ բառերով է արտահայտվում, քան որևիցե այլ պետության, որևիցե ներկայացուցիչ, հա, նույն իրենց սերած Ադրբեջանից երևի թե նման ձևով չի նկարագրվել եւ նման ձևով չի պիտակավորվել վարչապետի ելույթը, առանց հաշվի առնելու, որ դա վարչապետի ելույթն է միջազգային ատյանում եւ հենց այստեղ է որ պետական մտածողությունը պետքա լինի եւ այլն, վարչապետի ելույթը պարտվողական չէր, էլ կառուցողական էր, շատ վատ է, որ Ալիևի խոսույթում այո երբեմն հենց խաղաղությանը վնասող, խաղաղության գործընթացին վնասող էլի ինչ-որ տերմիններ են լինում, ես ուզում եմ հավատալ, որ դրանք ավելի շատ ներքին լսարանի համար են, իր ներքին լսարանի համար են հույս ունենամ եւ կարծում եմ, որ այդ խոսույթը չի կարողանալու իրական ձեռքբերված խաղաղության ամրապնդմանը լուրջ վնասներ հասցնել եւ շատ կարեւոր էր նաեւ վարչապետի այդ ելույթի հետ առումով եւ շատ կարեւոր է նաեւ Զանգեզուրի միջանցք տերմինի առումով ես այդտեղ օրինակ պարտվողականությունը չտեսա որտեղ է երբ որ բոլորին հիմնավորեց եւ պնդեց որ այսուհետ Զանգեզուրի միջանցք տերմինը անօրինական տերմին է եւ դուք չեք կարող օգտագործել այստեղ ուզում եմ այդ պարտությունը տեսնեմ ինչ պետքա դաշնակցական ինչ որ երկերից մեկը երկեր հա ամբիոնից տենց զարկեց ճակտին կամ ինչ որ բան այդ է իրանց համար հաղթական ելույթը մենք տենց չենք անելու համենայն դեպս